ոնց որ թուրքական բանակը հարձակվեց Արցախի վրա, թուրքական 120,000-անոց բանակը հավասարաչափ մոտ կեսով հարձակվեց բոլոր ուղությունների վրա, որտեղ մի քիչ հաջողություն էր ունենում հրադադարների օրերը պերեգրուպիրովկա էր անում, մոտեցնում էր նոր խմբեր եւ կարողանում էր ավելի մեծ ճնշում գործադրել, բանը Մարտակերտի ուղղության վրա մինչեւ 1-ին 10 առավելություններով է հարձակվել, իսկ ջրականի ուղղության վրա 1-ին 10 հարձակումները եղել են մինչեւ ամսի 3-ը 4-ը, 3-4-ից հետո արդեն 1-ին 20 եւ ավել հարձակումներ ա եղել։ Նույնը ստեղ է ստացվել, ասենք։ Այս թուրքերի օրինակը բերեցի, ուզում եմ ասեմ, մեր ստորաբաժանումները եւ հրամանատարները, ովքեր որ մարտի դաշտ էին, ասենք, այդ վաղ պահում սահման էին պահում, ճակատ էին պահում, իրանք ապրեն, էլի, իրականում ապրեն։ Այն որ ասենք հետ նահանջը հետո եսի ինչի վերածվավ, ու մենք ընդհանուր ստրճիկ տալով եկանք հայտնվեցինք, ասենք, Լաչին, դա այդ ճակատ պահող տղաների մեղքը չէր, թե շարքային, թե հրամանատարական կազմի, դա բանը նախորդ տարիների մեր թույլ տված սխալների հետևանքներ եւ այդ ժամանակ, ասենք, էլի թույլ տված սխալների հետևանքներ հրամանատարական, քաղաքական, ռազմաքաղաքական եւ ռազմական, ասենք, վերնախավի սխալների հետևանքներ։ Այդ ուկրաինական ցրվածությունը թույլ տվեց, որ այդ BTG-ները, զրահատանկային մարտավարական խմբերը հեշտությամբ ծագեն ամենուրեք, բացի Դոնեցկ Լուգանսկի հատվածը, որտեղ նախորդ պատրաստվում ավել զորքով, ավել տանկերով, բայց ցրված բռունցքին հնարավորություն չունեցան, ասենք, այս մի հատվածում, այն մյուս բռունցքին դիմադրեն եւ զիջելով հսկայական տարածքներ, շատ ավելի շատ, քան այսօրով, ասենք, տեսնում եք, որ ուկրաինացիներից, ասենք, գրավել է ռուսական դաշնության բանակը, Խարկով, Մարկով, Սումի, ուր ասես հասել էին, կանգնացրեց նախորոք գրանցված, բայց չպարապած պայստազորը, աշխարհազոր պայստազորը։ Մի քիչ պարապած էին։ Գրեթե ոչ։ Չէ, գրեթե